Ժողովուրդ օրաթերթը ստացել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պաշտոնական գրությունը, որտեղ ներկայացված է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություն։ Պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք ըստ մարզերի եւ Երևան քաղաքի վարչական շրջանների կցվում է գրությանը։ Ըստ այդ տեղեկանքի ընտրողների ընդհանուր թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 2,489,031։ Մարզերով պատկերն այսպիսինն է. Արագածոտնի մարզ 113,302 անձ, Արարատի մարզ 220,058 անձ, Արմավիրի մարզ 224,696 մարդ, Գեղարքունիքի մարզ 178,402 անձ, Լոռի մարզ 213,703 անձ, Կոտայքի մարզ 238,979 անձ, Շիրակի մարզ 209,519 անձ, Սյունիքի մարզ 101,648, Վայոց ձորի մարզ 43,751 անձ, Տավուշի մարզ 101,693 անձ։ Երևանում ընտրողների թիվը բաշխված է այսպես. Կենտրոն վարչական շրջան 95,393 անձ, Քանաքեռ-Զեյթուն 57,937 անձ, Էրեբունի վարչական շրջան 91,130 անձ, Նուբարաշեն վարչական շրջան 8,539 անձ, Նորք Մարաշ 10,916 անձ, Ավան վարչական շրջան 39,919 անձ, Արաբկիր վարչական շրջան 95,763 անձ, Դավիթաշեն վարչական շրջան 35,028 անձ, Աջափնյակ վարչական շրջան 85,354 անձ, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 109,785 անձ, Շենգավիթ վարչական շրջան 113,456 անձ, Նոր Նորք վարչական շրջան 100,058 անձ։ Այսպիսով հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ամենամեծ ընտրազանգվածն ունի Կոտայքի մարզը 238,979 ընտրողով, իսկ Երևանում ամենամեծ թվերը գրանցված են Շենգավիթում 113,456 անձ, Մալաթիա Սեբաստիա 109,000 եւ Նոր Նորք վարչական շրջան մոտ 100,000 ընտրող։